Կրկին վերադառնալով արցախցիներին, նրանք այսօր ըստ ձեզ խաթարում են իշխանության պլանները շուտապույտ խաղաղություն հաստատել, թե դա կտրուկ բնորոշում է։ Ես կդժվարանամ ասել, որտեղ մենք հաճախակի փորձում ենք ստել ինքներս մեզ։ Նայեք, հիմա շատ է տարածվում մի թեզ արցախցիների վերադարձ։ Շատ բարի, ինչ կարգավիճակով։ Ամբողջ պրոբլեմը եղել է այս ամբողջ տարիների ընթացքում կարգավիճակը, որտեղ եղել են առաջարկություններ ամենալայն ինքնավարություն, ուրեմն եվրոպական ուժեր, սեփական զինվորական ու ոստիկանական ուժեր, սեփական, չգիտեմ, սահմանադրություն, սեփական բաց սահմաններ Հայաստանի հետ այդ ամեն ինչը մերժվել է, որտեղ ասվել է հնարավոր չի, որպեսզի արցախցին ապրի մի պետությունում ադրբեջանցու հետ։ Սա եղել։ Հիմա վերադարձը, որ ասում են, ինչ կարգավիճակով են պատկերացնում, ես ուզում եմ դա հասկանամ։ Եթե որպես առանձին պետություն, ես կարծում այստեղ կծիծաղեն բոլորը, առաջին հերթին արցախցիները։ Որպես ադրբեջանի քաղաքացի, ես ուզում իմանամ, որտեղ, գիտեք, լինում են սիրուն բառեր, բայց այդ սիրուն, լավ բառերը պետք է լցվեն բովանդակությամբ։ Եթե վերադարձ, ապա ինչ կարգավիճակով, որտեղ ամբողջ խնդիրը եղել է կարգավիճակը։ Միշտ։ Եվ եղել է դեպքեր, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվել են, հա ինչ որ փաթեթի Արցախը չի համաձայնվել։ Եվ դա եղել է միշտ կարգավիճակ, հետաձգեն կարգավիճակը, հետագայում, բայց միևնույնն է առանց կարգավիճակի Հայաստանում էլի ամենակարևոր խնդիրը եղել է կարգավիճակը։ Ազգային ժողովը կամ այն ժամանակ Գերագույն խորհուրդը որոշում էր, որ Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս։ Ինչի մասին է խոսում, կարգավիճակի, հայաքվեի էին անում, ինչի մասին էր խոսքը, կարգավիճակի։ Իսկ մենք հիմա ասում ենք լավ, դա կարևորն է ամենա, երբ որ մենք խոսում ենք վերադարձի մասին, եւ կարծում եմ վերադարձի մասին հիմա խոսելը ինքնախապեյություն է, որովհետեւ դա կարծես թե ասում է եկեք այսօրվա խնդիրների մասին չմտածենք։ Իսկ այսօրվա խնդիրները ամենակարևորն են։ Մարդիկ եկել են, մարդիկ տուն չունեն, մարդիկ երեխաներ ունեն, մարդիկ աշխատանք չունեն։ Սա ավելի կարևոր չի, իսկ եթե իրենք հիմա վերադառնան Արցախ, պատկերացնենք այդ ամեն ինչ իրենք կունենան Ադրբեջանի կազմում, ինչպես ենք պատկերացնում։ Ես չեմ ուզում խաբեբա Երևան։ Սա ամենավատ բանն է։ Ես առանց դրա ինքս ինձ չեմ ներում, որ այս տարիների ընթացքում ոչ ամբողջ ճշմարտությունն եմ ասել, չնայած ամբողջ ճշմարտությունը տեսել եմ, որտեղ տարեկան մի 10-15 անգամ եղել եմ Արցախում եւ եղել եմ բոլոր զորամասերում։ Եվ տեսել եմ մեր բանակի վիճակը, տեսել եմ մարդկանց տրամադրությունը, տեսել եմ ով է աղքատության մեջ մնում, ով է այդ մեծ ունեցվածքները դիզում։ Չեմ բարձրազանել, թվում էր թե ժամանակ, որ եթե բարձրացնում ես այդ տեսակ հարցեր, թուլացնում ես քո երկիրը, հակառակ կուժեղացնեինք, եթե ժամանակին բարձրազանեինք դա, ու ես ինձ առաջին հերթին չեմ կարող դա ներել, ու չեմ պատրաստում հիմա շարունակել։ Ես գիտեմ, որ այս հաղորդումը կդուրս գա, կդնեք YouTube, ու այնտեղ բազմաթիվ հայհոյանքներ կհնչի, ու դուք էլ չեք ջնջի, հաստատ համոզված եմ։ Եվ ինչ, դրանից վախենամ։ Արցախցիների հեռանալուց հետո իշխանությունը արտաքին գործերի նախարարության շուրթերով ասում է այսքանից հետո այդ խնդիրը մեր բանակցությունների տիրույթում չէ հայ-ադրբեջանական։
Ընդունում եք սա, վտանգավոր եք համարում, թե վտանգավոր չեք համարում։ Ես չգիտեմ ամբողջ ենթատեքստը, որտեղ Ադրբեջանն էլ քաշում է առաջ ուրիշ հարցեր, ինքներդ հոյակապ գիտեք։ Ընդ որում ուրճացնելով մինչև 300,000, ադրբեջանցի փախստական Հայաստանից ժամանակին 80-ական թվականներին եւ այլն։ Ես չեմ կարծում, որ ասելով, որ այսօր դա մեր խնդիրը չի, մենք փակում ենք այդ հարցը ընդհանրապես։ Ես կարծում եմ Հայաստանը կարող է բարձրացնել ուզած հարց։ Միայն մի պայմանով։ Հայաստանը պետք է ունենա ուժ, որպեսզի այդ հարցերը բարձրացնի։ Հակառակ դեպքում դա դառնում է, կներեք կոպիտ բառի համար վնգստոց, որը ոչ ոք ոչ մի բանի տեղ չի դնում։ Նայեք ինչ է ասում հիմա Ալիևը։ Ալիևը ասում է աշխարհակարգը փոխվել է, ուժն է ծնում իրավունք։ Հիմա բոլոր երկրները այդպես են շարժվում առաջ, մենք էլ ուժեղ ենք, հասել ենք մեր ուզածին ու այդպես էլ շարունակելու ենք։ Ընդունում ենք մենք այդ մոտեցումը։ Սա պատասխան է, որ պետք է տանք։ Ուժեղանալ պետք է, բայց ինչպես ուժեղանալ։ Մի քանի անգամ բերել եմ այդ օրինակը, կբերեմ հիմա էլ, որտեղ կարծում եմ, որ լավ օրինակները պետք է միշտ աչքի առաջ ունենալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Գերմանիան պարտվեց Գերմանիայի դաշնակից Ճապոնիան, պարտվեց Գերմանիայի դաշնակից Իտալիան։ Ինչպիսի երկիր է այսօր Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, հաղթանակած։ Ինչով հաղթանակեցին։ Տնտեսությունով, զարգանալով։ Ինչպիսի երկիր է այսօր Սովետական միությունը, որը հաղթեց, չկա։ Ռուսաստանը թույլ։ Ես ինչի մասին եմ ասում։ Եթե մենք խնդիրը դնում ենք ռազմական հաղթանակի վրա, մենք պարտված ենք լինելու։ Այս կողմից 10 միլիոնանոց Ադրբեջան, այն կողմից 40 միլիոնանոց Թուրքիա։ Այս են զինված։ Իսկ եթե մենք հույսը դնենք, ոչ թե հույս դնենք, այլ աշխատենք զարգանալու առաջադեմ երկիր դառնալու համար, գուցե մենք կարողանանք լուծել որոշակի հարցեր։ Սրա մասին է խոսքը։ Թե չէ, այս բանը, այս դիրքը, որ ես ճիշտ եմ, բայց թույլ եմ, եկեք ինձ փրկեք, ես կարծում եմ դա վիրավորական է եւ հոգնեցուցիչ է յուրաքանչյուր հայի համար։ Մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է պարզապես որոշենք, մենք ո՞նց ենք ուժեղ դառնում։ Ոնց ենք ուժեղ լինում։ Մի անգամից բերելով շատ մեծ պահանջներ, թե քայլ առ քայլ ուժեղանալով ու առաջ բերելով որոշակի պահանջներ։ Մեր հարևանների, մեր թշնամիների օրինակը մեր առջև է։ Ինչպես կամաց ուժեղանալով իրենք ավելի ու ավելի, կոշտացրեցին իրենց մոտեցումները։ Ինչու կոշտացրեցին, որտեղ ուժեղանում էին։ Որտեղ այն ինչի նրանք իսկապես համաձայն էին 95 թվականին, 96 թվականին, նրանք արդեն համաձայն չէին 2006, 2007 եւ այլն թվականներին, ինչու ուժեղ էին դարել։ Իսկ ինչու մենք էինք, իսկ մեր կարգավիճակը որտեղ թույլ ու գնալով ավելի թուլանում ենք։ Հիմա մենք ուզում ենք նույն վիճակում շարունակենք։ Մնանք թույլ, բայց պահանջներս լինի մեծ։ Ձեզ կհակադարձենք, ասեն, իսկ պարտված իշխանությունը կարող է ուժեղանալու հույսեր փայփայել եւ չպետք է արդյոք իր տեղը զիջի գուցե ավելի կարող ուժերին։ Ինչու՞ չէ։ Կարող է եւ զիջել, բայց դա որոշելու է ժողովուրդը։ Ես շատ քիչ եմ մտածում անկեղծ ասած իշխանության եւ ընդդիմության մասին։ Ինձ ավելի հետաքրքրում է, որ ժողովուրդը իրեն պարտված չզգա։ Դա սպորտի նման է, պետքա կարողանալ եւ պարտվել, որպեսզի կարողանաս հաղթել։ Իսկ եթե մենք մշտապես ման գանք ուրիշ մեղավորներին, իշխանությունը պետք է փոխվի միանշանակ, բայց պետք է փոխվի դեպի ավելի լավ իշխանություն։ Իսկ ով ասեց, որ դա հեչ լավ բան չի, երբ որ իշխանությունը մնում է նույն ձևի։ Բայց դա խոսում է նաեւ նրա մասին, որ չկա ավելի հետաքրքիր բան, թող լինի, թող գա։ Ես լրիվ դրա կողմնակիցն եմ։ Ես ուզում եմ, որ քննարկումները
մեր քաղաքական ուժերի, էլի բոլոր դեպքերում անցան քաղաքական ուժերի, լինեն ինչպիսի մոդելի բանակ ենք մենք ուզում ունենալ, ինչպիսի տնտեսական հարկային քաղաքականություն ենք վարելու, ինչպիսի առողջապահական քաղաքականություն ենք վարելու, երբ է մեր երկրում աշխատելու պարտադիր առողջապահական ապահովագրությունը, ինչպիսի բարձրագույն կրթության մակարդակ ենք տալու եւ ազատելու ենք բուհերը այն բալաստից, որը հավաքում են միայն թե գումար լինի, որպեսզի կարողանան բուհերը իրենց պահել, ինչպիսի քաղաքական դաշտում ենք մենք մեզ տեսնում, որն է մեր արժեքը